Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի նպատակը հասարակության շահերին ծառայելն է։ Ես Վայ Ղազարյանս և Սուրանկյան ստեղծագործական խումբը չենք շրջանցում սուր հարցերը, մենք խփում ենք նպատակակետին։ Խորհրդային Հայաստանում երկաթուղային զարգացած ցանց էր գործում։ Հասկանալու համար երկաթուղու ծանրաբեռնվածությունը ընդամենը մի ցուցանիշ հրապարակենք։ 1980-ականների վերջին Մասիս կայարանում օրական 2500 վագոն էր բեռնվում, նույնքան էլ բեռնաթափվում։ Կառավարությունն անգամ սկսել էր մտածել, ինչպես ժողովուրդն էր ասում, Աբովյան Սևան թռչող գնացք շահագործելու մասին։ Դա օդային բարձիկների վրայով մագնիսական ուժով շարժվող գերարագ շարժակազմ էր լինելու և նշված տարածությունն անցնելու էր 15-ից 20 րոպեում։ Սակայն անկախացումից հետո երկաթուղային փոխադրումների ծավալը կտրուկ նվազեց և այսօր համակարգը գործնականում աշխատում է աննշան ծավալով։ Մի քանի շարժակազմ 800 կիլոմետր ընդհանուր երկարությամբ օգտագործվող երկաթգիծ։ Սակայն ճիշտ կառավարման ու պետական քաղաքականության դեպքում, եթե մեծանային փոխադրումների ծավալները և իրականացվեր գնային համապատասխան քաղաքականություն, երկաթուղային փոխադրումները կարող էին բավականին նվազեցնել մեր արտադրանքի ինքնարժեքը։ Սակայն ցավոք, երկաթուղին այսօր մեզանում պահանջված չէ, ու ի տարբերություն այլ երկրների այնքան էլ անվտանգ չէ։ Չկա տարի, որ գնացքի տակ մարդ չընկնի, շարժակազմ ու ավտոմեքենա չբախվեն։ Ինչու՞։ Ինչպես է կարգավորվում երկաթուղային գծերի հատումը մարդկանց ու ավտոմեքենաների կողմից։ Կարելի է արդյոք արագ արգելակել գնացքը և ինչու են պարբերաբար զոհեր լինում։ Հարցերի պատասխանները Շուշանիկ Միրզոյանի «Մերն անվտանգ չէ» տեսանյութում։ Ապեր գնդակի պես շպրտեց, նայ, այսպես եկել եմ, դեմից տվել շպրտեց ստեղ։ Ավտոմեքենայի ու գնացքի բախման այս կադրերը նկարահանվել են նախորդ տարի Երևանում։ Լրատվամիջոցի տվյալով բախումը տեղի է ունեցել կարգավարի մեղքով, քանի որ ժամանակին չի տեղեկացրել գնացքի մոտենալու մասին։ Սակայն սխալ կլինի ասել, որ գնացքին մարդկանց մեքենաների բախման միակ մեղավորը կարգավարներն են։ Հաճախ մարդիկ զոհվում են անզգուշության, սխալ վայրում երկաթգծերը հատելու հետևանքով։ Գյուղացիները անցնում են իրենց մեքենաներով ու վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգությանը, բայց 1 կիլոմետր այն կողմ օրինական գծանցում։ Մի քանի տարի առաջ նույն պատճառով մի երիտասարդ է զոհվել Գյումրիում։ Գրեթե չկա տարի, որ մարդկային զոհ չգրանցվի Ալավերդիում, որտեղ երկաթուղային հանգույցների պակաս չի զգացվում։ Այդ քաղաքում վերջին նման դեպքը գրանցվել է մոտ 2 շաբաթ առաջ։ Երկաթուղին ընդհանրապես տրանսպորտային ամենաանվտանգ միջոցներից է, սակայն ոչ Հայաստանում։ Ինչու՞։ Հարցի պատասխանը գտնելու նպատակով գնացքով ուղևորվում ենք երազ։ Յուրաքանչյուր 500 մետրը մեկ կամ ռելսերը հատող ճանապարհ ենք տեսնում, կամ էլ հարևանությամբ արածող կենդանիներ։ Պարզվում է ճանապարհների ու ռելսերի հատման բոլոր կետերը համաձայնեցվում են ճանապարհային ոստիկանության հետ։ Դրվում են համապատասխան նշաններ։ Անհրաժեշտության դեպքում նշանակվում է կարգավար։ Այլ հատվածներում երկաթգծեր հատելը արգելվում է։ Հայաստանում սակայն այդպես չէ։ Առանց օրենքի, առանց բանի, եթե ասենք մենք էլ օրենք ենք ներգրավում, մեծ մարդիկ են զանգում առանց մտածելու։ Մարդիկ իրենց համար ճանապարհներ են ուղղել, մի քիչ ավազ են լցրել գծերի արանքը եւ ավտոյով հանգիստ անցնում են, թեկուզ այնտեղ անցման թույլատվություն չկա, կամ շինարարություն են արել, ասենք գծից թույլատրելի շեմից ավելի մոտ։ Հասկանալու համար, թե ինչու են մարդիկ երկաթգծերը հատում արգելված վայրում, զրուցում ենք երկաթուղու Արարատ կայարանին հարող շենքերից մեկի բնակչի հետ։ Ասում է, շրջանցիկ ճանապարհ կա, սակայն հեռու է։ Դրա համար էլ ռելսերի մի կողմից մյուսն է անցնում, որտեղ պատահի եւ երբ պատահի։ Շուտ-շուտ եք ռելսերով անցնում, իսկ վտանգավոր չի։ Դե սովոր ենք, երևի դրանից են, դրանով սովորական է։ Ռելսերի մոտ մի խաղա ականջտիր ռելսերին ուստուգիր, արդյոք գնացք չի գալիս, այսօր այս պարզ ճշմարտությունները մոռացվել են։ Հարևանությամբ նախիր արածեցնողն էլ բողոքում է արոտավայրերի պակասից։ Նրա կարծիքով երկաթգծերին հարող տարածքը ամենախոտառատն է։ Բա որ ասենք ընկնում են գնացքի տակ, ումից եք փոխհատուցում ուզում։ Տալիս են։ Մենք պետք է ցույց տանք որոնի վրա։ Հա, բայց իրանցից ուզում եք փոխհատուցում։ Հա, որ պետք է պահանջեն։ Դա հիմա այս մարդուն հարկավոր է տուժի ենթարկել։ Դեպքից հետո տուժի ենթարկել, կա այդպիսի բան, որ դեպքը տեղի ունեցավ տուժի ենթարկել։ Խոսքը գնում է ոչ թե դեպքից հետո, այլ դեպքից առաջ։ Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում վստահեցնում են, բողոքել են, բայց փոխհատուցում երբևէ չեն ստացել։ Երկաթուղային գծերը հատել կարելի է միայն նախատեսված վայրում։ Փոխհատուցումը ընդհանրապես չի տրվում։ Երկաթուղին այդպիսի օրենք չունի, որ չի իրավունք էլ չունի, որպեսզի
ինչ որ մեկը իր տարածքում դեպք է տեղի ունեցել ու նրան մենք փոխհատուցենք, որովհետև մեղքը մեղավորությունը գնում է հիմնականում տվյալ տարածքի մարդու այդ որ խախտել է հիմնականում նրա վրա։ Խնդիրն այն է, որ գնացքը հնարավոր չէ արգելակել։ Ուստի եւ մանավանդ անբավարար տեսանելիության դեպքում մեքենավարն անկարող է կանգնեցնել շարժակազմը։ Եթե մոտենում են ուզում են այդ ծառերը կտրատել, խնդիր են առաջացնում, բայց տեսանելիություն աչից եւ ձախ կողմից, քանի որ մոտենում է ուղի անցմանը, գծանցմանը, չի տեսնում մեքենավորը աչից կամ ձախից մոտեցող մեքենա կա, որ արգելակի Եթե անգամ այդ մեքենավարը սխալ արգելակում կատարի, ինչ կրնի վագոնների նստեցում։ Վագոնների նստեցման ժամանակ մեջտեղի վագոնները կարող են գծից թռնել, ինչպես հաճախ պատահում է սպիտակ կիլովատական այդ ճանապարհի վրա։ Մի հատվածով մի անասուն, ուրեմն անասունը մտել էր գծի մեջ, այդպես ու ամբողջ գնացքների 30 վագոնի անկում տեղի ունեցավ, արդյունքում մենք վագոնները բոլորը կորցրինք։ Տվեցինք դատարան, որպեսզի կարողանանք փոխհատուցենք, ես ուղղակի պրակտիկան եմ ասում։ Այդ տվյալ մարդը ընդհանրապես ոչ մի բան չուներ, բացի մի հատ տնից, որ որաժ էր ընդամենը 2000-3000 դոլար։ Սակայն ինչու սպասել մինչև մարդ զոհվի կամ որևէ մեկը նյութական վնաս կրի։ Արդյոք հնարավոր չէ կանխել նման դեպքերը։ Պարզվում է երկաթուղային փոխադրումների անվտանգությունը վերահսկող մի քանի կառույց կա։ Մեկը պատասխանատու է շարժակազմի սարքին վիճակի, մյուսը ճանապարհային նշանների տեղադրման, երրորդը օրենսդրության մշակման եւ իրականացման համար։ Չկա համապատասխան օրենսդրական դաշտ։ Այսօրվա դրությամբ երկաթուղին չունի համապատասխան կոնկրետ օրենք, որ երկաթուղի տարածքում ուրեմն գծի կենտրոնից միջի 25 մետր են կողմ եւ են կողմ չի թույլատրվում այս տվյալ աշխատանքները, չի թույլատրվում մարդկային հոսքը, չի թույլատրվում այդտեղ անասունների տեղաբաշխում։ Խարարություն ունենք։ Դրանից հետո ունենք գոս տեխնաձոր, որը պարտավոր է այդ ամեն ներկա լինի։ Ունենք գայի երթևեկության կազմակերպման եւ կառավարման։ Չէ՞ որ մեկն ու մեկը այդ գոնե այդ երեքից պետք է ինքը ղեկավարի դրան, որը անգամ եթե չվերահսկի, ապա պետք է համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծի։ Այսօր տրանսպորտի բաժին երկաթուղին սպասարկելու համար։ Իսկ ով այդ օրենքը մշակում։ Օրենքը գերանգ խորհուրդը ու ներկայացումը կառավարությունը։ Մեկը թե տրանսպորտի եւ կապի նախարարությունը։ Այո, եւ տրանսպորտի եւ կապի նախարարությունը։ Կա էլ ընտրանք։ Ինչպես կարելի է խուսափել մարդկային զոհերից։ Հիմա ենթադրենք մեր տրանսպորտը, երկաթուղային տրանսպորտը ինչ որ մի կետից ենթադրենք շարժվում է։ Չէ՞ որ այդտեղ կան անասուններ, մարդը կարող է տեղյակ չլինի կամ այլ մտքերով լինի, չէ՞, իսկ անասունին ընդհանրապես չես կարող ասել այդ ճանապարհով մի անցի, այդպիսի տեղերը անհրաժեշտ է ցանկապատել։ Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունում ցանցապատմանը դեմ չեն, սակայն պնդում են, թե դա այսօր անհնար է։ Օրը երկու շարժակազմ սպասարկողը բավարար եկամուտներ չունի դրա համար, այնպես որ մարդն է դառնում իր կյանքի ուղույքի միակ պատասխանատուն։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանգյուն։ Քարոյրյա պատերազմը շատերին ստիպեց լքել մշտական բնակության վայրերը, քանի որ ինչպես հայտնի է, թշնամին թիրախ էր դարձրել նաև Արցախի գյուղերն ու քաղաքները։ Ու թեև ապրիլի 5-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը ոմանց տունդարձի հույս էր ներշնչել, սակայն կարճ ժամանակ անց բնակավայրերի հրթիռակոծումն ու հրետակոծումը սպանեցին դրանք։ Պաշտոնական տվյալներով ապրիլյան ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի սահմանային բնակավայրերից Հայաստան մոտ 800 մարդ է տեղափոխվել։ Նրանց գերակշիռ մասը բարեկամների, հարազատների մոտ է ապաստան գտել։ Ու քանի որ այդ ընտանիքներին հիմնականում պետական մոտեցում է անհրաժեշտ, ուստի անցնող շաբաթ կապ հաստատեցինք պատկան կառույցների հետ, հասկանալու թե ինչ է արվել եւ ինչ է արվելու։ Իդեպ զրուցել ենք նաև Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ, բարձելով ոչ միայն Հայաստան, այլև Արցախի համեմատաբար անվտանգ շրջաններ տեղափոխվածների հետ կապված անելիքները։ Արցախի կառավարությունում դժվարանում է մարդկանց թվի վերաբերյալ հստակ տեղեկություններ տրամադրել։ Պատճառն այն է, որ ոմանք շարունակում են բնակվել գերվտանգավոր բնակավայրերում, դրանք լքելով միայն գիշերը, երբ գնդակոծությունները ավելի են ուժ գնանում։ Խոնարհվում ենք իրենց հողուջերին ամուր կարճացների առջև։ Այժմ Սոնա Դանիելյանի «Կյանքս կտամ, հողս ոչ» տեսանյութը։
Քարորիա պատերազմի հետևանքով իրենց տուն ու տեղից զրկված արցախցի բազմաթիվ ընտանիքներ ապաստան են գտել Հայաստանի տարբեր համայնքներում։ Միայն Չարենցավանում այս պահին շուրջ 130 տեղահանված բնակիչ կա, մեծ մասը թալիշցիներ։ Չարենցավանում թալիշցիների մեծ համայնք է ձևավորվել դեռևս 90-ականներին, երբ ադրբեջանցիները գյուղը գրավել էին։ Սամվելը Թալիշից երրորդ անգամ է ստիպված հեռացել։ Առաջինը 92-ին էր, երբ 13 տարեկան էր, երկրորդն էլ օգոստոսյան ռազմական գործողությունների ժամանակ։ Հիմա էլ 3 երեխաներին ու կնոջը աներոջ տանն է տեղավորել։ Ընտանիքի մյուս անդամներին էլ տարբեր բարեկամների մոտ։ Ես երկու երեխան ռոզաննա քաշելով տարել, փոքրն էլ մաման։ Ես էլ Պապան էլ չի կարող քայլել։ Շալակեցի ու գնացինք։ Ապրիլի 4-ին գյուղ է վերադարձել, ավերված ու թալանված գտել սեփական տունն ու հայրենի գյուղը։ Մարդիկ լավ էլ ապրում էին։ Արդեն քանի տարվա աշխատանքը նորից ջուրը գնաց։ Իսկ ձեր տուն գնացիք։ Հա, գնացել եմ մեր տուն։ Ինչ էր մնացել։ Պատերնա մնացել։ Ոչ բան չկա։ Քանդված, սաղթապված։ Միգրացիոն պետական ծառայության տվյալներով Հայաստանում այս պահին Արցախցի շուրջ 800 տեղահանված անձ կա, որոնք ժամանակավորապես բնակվում են Երևանում եւ 6 մարզում։ Այսօրվա դրությամբ ԼՂ-ից 187 տեղահանված ընտանիք 728 անձանցով հաշվառված են տարբեր բնակավայրերում։ Ամենաշատ տեղահանվածներ կան Թալիշ գյուղից 89 ընտանիք, 369 անձով 120 երեխաներ։ Կզբի փիս տրակուցիլելա մրտան դեմնայլել։ Վերև չեն կրակել, մնքը վերև են քիլել։ Են վրերեք սպանալն է, նահանք մեզանից մի քանի մետր հեռու են տոնիլել, մնքը լստեղ մի հարևանը այես որ չափ։ Այդ հարևանը որ տրակը չի եկել ամրտում։ Որ եկել ամրտում նորից խրծրեն, նորից 8 հոգանոց ընտանիքով, որից 5-ը անչափահասներ են, Թալիշցի Գրետատատը մի կերպ է հասել Չարենցավան, Ռուսաստանում բնակվող որդուտուն։ Սեփական տնից ոչինչ չեն հասցրել վերցնել, ողջ ճանապարհին էլ թշնամու հրետակոծության տակ են եղել։ Հենց սանք մատաղես, այդ նույն կրակություն հռաչին։ Ողջիսան գյուդում եմ, որ մուտ փախակ ես ինչա մկամ։ Դուրս եկանք մատաղեսից, որ մի քիչ հանդարտվեց, մի քիչ։ Ռախաս ասեց, եկեք նստուցեք քշին։ Ինչև դրումբոնից էլ կարակ չեմ մարտակերտով խփում։ Դրումբոնից մեզ բոբիկ, տկլոր, սոված, այնքան ակշել, որ դրումբոնում զապրավկա էր, որ հասցրել։ Հիմնականում առաջին օրերին պատկերացրեք, որ ընտանիքները նույնիսկ ունեին ակուստիկ կարիք, որովհետև այդ ռազմական գործողություններից հենց միանգամից հողաթափիկներով, խալաթներով փախել եկել էին։ Չարենցավանի քաղաքապետարանը երիտասարդական ուսանողական կազմակերպության օգնությամբ հագուստ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ 20,000 դրամ է տրամադրել բոլոր ընտանիքներին, ինչպես նաեւ պատրաստ է բարձր բնակվողների վարձավճարներն ու կոմունալ ծախսերը հոգալ։ Մարդիկ խոճապար եկել էին, իրենց հարազատներին հյուրընկալել էին։ Սկզբնական շրջանում բնակվում էին հենց հարազատների տանը, պատկերացրեք 2-3 սենյականոց բնակարանում մինչև 15-20 հոգի։ Միայն Թալիշի օրինակը տամ 89 ընտանիքներից երևի թե 50-ը, որ այսօր իրենց բարեկամների տանը բնակվում են, նրանց մոտ սուր արտահայտված, ուրեմն խնդիր կա։ Բազմանդամ ընտանիքը եկել է մի այլ բազմանդամ ընտանիքի, եւ որոնք բնակվում էին, ասենք ոչ սեփական մասնավոր սնստաններում, այլ բազմաբնակարանոց շենքերում, անգամ հանրակացարանի սենյակներ։ Մարտակերտցի այս երիտասարդ կինն էլ ամուսնու քրոջ ու 4 երեխաների հետ Չարենցավանում հայրական տանն է ապաստանել։ 3 սենյականոց բնակարանում 12 հոգով են ապրում։ Տեղավորվում ենք մի կերպ։ Հարմարվել ենք արդեն, դատարկ եկել ենք։ Գտնել, ասենք թե չբնակեցված ժամանակավոր կացարաններին, ինչ որ մենք ունեինք 90-ական թվականների սկզբին, այսօր դա այդքան էլ իրատեսական չի։ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրտն ուղղակի հիացած է հյուրընկալող ընտանիքների հոգատարությամբ։ Ասում է, շատ երկրներում է տեսել տեղահանվածների, սակայն նրանց նկատմամբ նման հոգացություն չի եղել։ Տեղահանված բնակչության մեծամասնությունը հյուրընկալվել է իրենց բարեկամների եւ ընկերների կողմից, որոնք հյուրընկալել են հասարակության առավել անապահով շերտերին։ Առիթից օգտվելով խորին շնորհ
շնորհակալություն եմ հայտնում հյուրընկալող ընտանիքներին։ Դե մինը մի տան տղավ, մինը մի ապրեն սահանք ես Հայաստանի հարևանները։ Փախստականների հարցը գլոբալ հարց է, դրանք կան, դրանց թվում թոշակառուներ, դրանց թվում կան հիվանդներ, դրանց թվում կան վիրավորներ, աշխատում ենք դրանց հոգսերը ինչքան հնարավոր է հոգալ, թեկուզ դա պետք է իմ կարծիքով լինի պետական միջամտություն։ ՄԱԿ-ի գրասենյակն արդեն սկսել է ամենակարիքավոր ընտանիքներին փոքրիկ գումարային աջակցություն տրամադրել, որը տրվում է հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղահանվածների ճնշող մեծամասնությունը կարիքավոր կանայք, երեխաներ եւ տարեցներ են։ Մեր կողմից տրամադրվող դրամական աջակցությունը միանվագ է եւ նախատեսված է 2 ամսվա համար։ Երեկվա դրությամբ 78 ընտանիքի արդեն հատկացվել էր դրամական օգնություն։ Ընտանիքների անդամների թվով պայմանավորված գումարի չափը տատանվում է։ Մեկ անդամի դեպքում 63000, 4 անդամի դեպքում մինչև 200,000-ի է հասնում։ Սրանից բացի տեղահանվածներին անվճար բուժօգնության տրամադրման պատրաստակամություն է հայտնել առողջապահության նախարարությունը։ Մարզպետարանների կրթության վարչություններն էլ զբաղվել են դպրոցահասակներին դպրոցներ տեղավորելով։ Տեղահանված շատ ընտանիքներ ժամանակավորապես ապրում են Արցախի տարբեր համայնքներում, թե հարազատների տներում եւ թե հյուրանոցներում։ Արցախի իշխանությունը ինտենսիվ վերականգնում է ռմբակոծված տարածքներն ու ենթակառուցվածքները, սակայն ինչպես Լեռնային Ղարաբաղի կառավարության մամուլի խոսնակն է նշում, այս պահին ոչ բոլոր համայնքներում է դա հնարավոր։ Վնասները թալիշում այդքան էլ վերականգնողական աշխատանքներ չեն տարվել, նոր հետագա որոշումների կարիք դեռևս կա։ Մատաղիսում վերականգնողական աշխատանքներ կատարվել են եւ նաեւ ընթացքում են։ Ապրիլի 2-ից 5-ը Մարտակերտում 7 տուն հիմնովին 50-ն էլ մասնակի վնասվել էր։ Մեծ մասն արդեն վերականգնված է։ Սակայն վերջին օրերին հրետակոծվող Մարտակերտում էլի տներ են ավերվել, որոնք վերականգնելու վճռականություն է հայտնել Արցախի կառավարությունը։ Ամենացավոտը այնուամենայնիվ տեղահանվածների վերադարձի խնդիրն է մնում, որն այս պահին խիստ մշուշոտ է, քանի որ թշնամին շարունակում է ռմբակոծել խաղաղ բնակավայրերը, ոտնահարելով արցախահայության թե խաղաղ ապրելու, թե սեփական տուն վերադառնալու իրավունքը։ Շատ կարևոր է, որպեսզի հարգվեն տեղահանված անձանց իրավունքները, ներառյալ նրանց տեղաշարժման ազատությունը, միևնույն ժամանակ ապահովել տեղահանված անձանց ապահով եւ անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր։ Անհնար է։ Երեխաները վախեցած են, այդպես դժվար թե հիմա վերադառնանք։ Որ կռիվը վերջանա, կուզեք էլի հետ դառնանք ձեր գյուղ։ Մեզ համար կանխատեսելի չէ այս պահին, թե որքան ժամանակ է հակառակորդը կրակելու, ասենք Մարտակերտի կամ Մատաղիսի ուղղությամբ։ Երբ որ սահմանը ես իմանամ, որ արդեն սահմանը այս գծով է, ես իմ երեխուն կտանեմ, իմ հողը մեծացնեմ։ Մեր հողերի նման հող չկա, տրամասատում են թուրքերը։ Մի հարցում բոլորն են համակարծիք։ Խնդիրը լուծողը սահմանին կանգնած հայորդիներն են, որոնք կլռեցնեն թշնամու արկերի ձայնը, խաղաղ բնակիչներին հնարավորություն տալով վերադառնալու եւ նորից շենացնելու հայրենի տուն ու տեղը։ Այս մարդկանց սեփական հողում ապրելու կամքը որևէ արկով կամ հրթիռով հնարավոր չէ խոցել, քանի որ նրանք սիրում են իրենց հայրենիքն ու պատրաստ են այն պահել նույնիսկ արյամբ։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Ասում են, միայն ընտանիքի համար ապրելը եսամոլություն է, մեկ մարդու համար ապրելը ստորություն, միայն իր համար ապրելը խայտարակություն։ Անչափահաս 6 երեխայի հայր Գագիկ Խալափյանը կնոջ եւ ծեր ծնողների հետ մինչեւ ապրիլի 1-ը Թալիշում խաղաղ կյանքով էր ապրում։ Աշխատում էր, օգնում հարևաններին, բարեկամներին, ընկերներին, նույնիսկ անծանոթներին։ Բայց ապրիլի 1-ի չարագուշակ գիշերը, երբ թշնամին դավ նյութեց եւ գնդակոծեց Թալիշը, Գագիկը շատ արագ հավաքեց կնոջն ու երեխաներին եւ հեռացրեց գյուղից, փրկելով վերահասվ մայից։ Վերադարձավ, որ փրկի անօգնական հորը, մորն ու տատին, ավաղ նրանց խոշտանգված գտավ։ Գագիկի ընտանիքը հիմա Երևանում է, տեղավորվել է ազգականների տներում։ Ուզում է այստեղ տանիք ունենալ, բայց վաղ թե ուշ վերադառնալու է Թալիշ։ Երբ թշնամին վախկոտ է, տարեց, անօգնական, հաշմանդամ մարդկանց սպանելով է երևակայական հաղթանակ տոնում, մինչդեռ մարտադաշտից խոճապար փախչում է։ Իսկ ադրբեջանցին միշտ էլ թիկունքից է հարվածում գիշերվա խավարի քովի տակ։ Գիշերն է կացնարում քնած մարդուն, բայց Եվրոպաներում կուրծք է ծեծում ու բարբաջում ժողովրդավարության, մարդասիրության, մարդու իրավունքների մասին։ Այո, դատարկ տակարում աղմուկը շատ է։ Այժմ Տաթև Մեսրոպյանի դաժանությունը թուլության քույրն է, տեսանյութը։
Հերոսացած հայորդիներից ոմանք թե ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց յուրաքանչյուրի սրտում են։ Պատական չէ, որ երբ նկարահանման ժամանակ Բաքում զինվորական գլխարկով այս փոքրիկը նկատեց տեսախցիկը, խնդրեց սահմանում կանգնած զինվորներին ողջույններ հղել։ Ինչը նորից վկայում է, որ ոչ պակաս հզոր սերունդ է մեծանում եւ ոչ մի կիսատ գործ անավարտ չի մնալու։ Արդեն հուզված էինք ճանապարհ ընկել, քանի որ գնում էինք հանդիպելու Խալափյանների ընտանիքի հետ։ Գագիկ Խալափյանը, որը 6 անչափահաս երեխաների հայր է, հրաշքով է փրկել կնոջն ու փոքրիկներին։ Ավելին կարելի է ասել, որ փրկել է նաև թալիշեցիների կյանքը, քանի որ առաջինը նա է տեղեկացրել թշնամու հարձակման մասին։ Երեխեք խառնում են, ձենում են բան, ասում են ոչ մի բան չկա, ասում հանգիստ իրանք մեզ չեն խփելու։ Գնացեք նստեք ավտոն։ Նստում են ավտոն, իջնում եմ գյուղ, բայց խփում են գյուղին, ուժը խփում են։ Մեր լորից հետո գյուղը դուրս եկավ։ Ընթացքում սկսվում են հրթիռակոծությունները, ու երբ գնացել է ծնողների հետևից, արդեն նրանց խոշտանգված մարմիններն է տեսել։ Կարելի է ասել, պատերազմը հենց այս ընտանիքից էլ սկսել է։ Ծնողներին չի կարողացել հայրենի գյուղում հուղարկավորել, բայց ասում է, որ չի հանգստանա, մինչև նրանց չվերահուղարկավորի Թալիշում։ Դե դրսից արդեն տեսանք, որ դռան վրա պատերին կրակած է ավտոմատով։ Մեկ էլ այդ Վիտոն sense բատարեի գցումա կողքնից էս մտնում զալ։ Մեկ էլ դե գոռում ալացում բան վայ Խալափյան ասում է, ինչ են արել բան։ Sense տեղից հելնում եմ ասում, հա Վիտո ինչ ա եղել։ Ասում է իրեքին է սպանած է։ Մեկ էլ ուզում էի sense մտնել իրանց սենյակ զալից պապայի սենյակ։ Վիտոն գոռաց բագագո հետ դարբան մաման դեա ոտերի տակա բան։ Գլուխս իջացրի մաման պարկացել ընդ էլ դուրս եկա։ Գագիկի ավագ որդին 12-ամյա Վարդանը թեև ասում է, որ այդ պահին չի վախեցել իր համար, բայց տեսածն ու ապրածն այնքան խորը հետք են թողել նրա հոգում, որ եթե ոչինչ էլ չխոսեր, վախվորած աչքերն էին պատմում ապրածի մասին։ Այդ պահին անգամ մտածել է ոչ թե իր, այլ հարազատների մասին։ Այս ընտանիքի փոքրիկներից ոմանք տեղյակ չեն տատի ու պապի դաժան սպանության մասին։ Ասել են, թե կվերադառնան գյուղ ու կհանդիպեն նրանց հետ։ Փոքրիկները շարունակում են կարոտով սպասել։ Դուրս գալու պահին բան կրակեցին, մեր տան մոտեր անգավ, ինձ հետևից չկարացին զիպարում արդեն։ Փոքր եղբայրս էի գրկել, հետո մեկ էլ մի քույրիկիս խափում էի, ուրիշ բաներ էի ասում, որ իրանք չվախենան։ Այդտենց գնացինք շուտ նստեցինք ավտոն, պապիկս ասեց, որ երեխեքին շուտ հանի, բանը հետո ինչ կլինի երեխեքին փրկի։ Կյանքիս ամենադաժան ու սարսափելի օրերն էր։ Առաջ դասանի աղջիկս էլ է։ Ասում է, ոնց եղավ, ասում է, բա ուր են տատին բանը, կարոտում եմ, ասում է, հիշում ես, որ գնում ենք իր այդ ծաղիկներ էին քաղում։ Հիշողությունները բա։ Շատ են մեզ սիրում, ամեն ինչ մեր համար էին անում։ Գագիկը հենց գիշերը Երևանում ապրող հորաքրոջ որդուն խնդրել է շտապ հասնել Թալիշ եւ ընտանիքին տեղափոխել Երևան։ Կարելի է ասել, մերկ ու ոտաբոբիկ երեխաներին ուղարկել է Երևան, մինչև այսօր երեխաներն ապրում են ազգականների մոտ։ Աշխատում ենք այդ թեման շատ շոշափենք երեխեքի մոտ, առանձնապես Գագիկի մոտ, որ ինքը տեսարանը մթությամբ տեսել է։ Ես ճիշտ ասած պահեր եմ գտնում, որ իրանցից առանցիներն են, որ մի քիչ Պատկերացեք, իմ մեջ չկա այդ ատելություն, դեռ չեմ հասկանում, ոնց ասեմ, որ ով արեց ինի սենց լինի, ինենց լինի, չեմ գիտակցում այդ բարը, միգուցե հետո ատելությամբ կլցվեմ, ով արեց, ոնց արեց։ Գագիկն ասում է, որ 92-ին էլ են ստիպված եղել տեղահանվել հայրենի գյուղից։ Մի քանի տարի ապրել են Հրազդանում։ Այդ ժամանակ էլ ինքն է անչափահաս եղել։ Հենց այդ տարիքում էլ եղբոր հետ ձուկ է վաճառել, որ հացի գումար վաստակի։ Հիմա շվարած է, ինչպես պետք է պահի բազմանդամ ընտանիքը, երբ ոչ տուն ունի, ոչ ապրուստի միջոց։ Համոզված ասում է, որ վերջնական խաղաղության դեպքում ընտանիքով վերադառնալու է Թալիշ, բայց հիմա զավակները հոգեբանորեն պատրաստ չեն։ Թեև ավագ որդին չի կարողանում հաղթահարել տատի, պապի ընկերների եւ հայրենի գյուղի կարոտը։ Որեն վաղտը ծնողներս կային, ասենք մենք էլ երեխեք ենք միշտ դե մտածում ենք պապան, մաման կա, իրանք էս այդ հարցերը կլուծեն։ Դե հիմա ես չգիտեմ ոնց
ոնց կարելի արած որ ասենք երեխեք պապաս ասում էր դուք երեխեն բերեք մենք պահելու ենք մենք մեծացնելու ենք ձեր երեխեքին ինձանից հեռու է իմ գյուղը համել տատիկս պապիկս չկան Իդեպ, նրանք Թալիշի առաջին բնակիչներն են եղել, որ 90-ականներին վերադարձել են հայրենի գյուղ, նորից տուն տեղ կառուցել։ 2 տարի է ապրել են Գոմում, առանց լույսի, կենցաղային տարրական պայմանների։ Գագիկը պայմանագրային զինծառայող է ու նաև հողագործությամբ է վաստակել օրվա ապրուստը։ Եկել ենք տունը վառածա։ Գոմը մնում էր մեր։ 2 տարի մնացել ենք Գոմի մեջ, առանց լույս։ Ես գնացի բանակ, 17 տարեկան արդեն դեղարաբաղցիներ 17 տարեկան են, տանում 3 տարի ենք ծառայում։ Դրանց հետո ես որ եկա 98 թվին, բրծա արդեն բանակ եկա, այդ 95 հատուն ծրագրով սարքեցին, Ամերիկայի հայ համայնք տենց բան կար, փոխանցեց վերջը մենք էինք սարքում այդ ամեն ինչը, մեր տուններ սարքեցին։ Այս փոքրիկները ծնված օրվանից սովոր էին թշնամու կրակահերթերին, բայց նոր են սկսում հասկանալ, թե ով է թշնամին։ 7-ամսյա Ռազմելան, որը տատի անունն է կրում, հիմա բացի տատի անունը կրելուց մի ամբողջ դաժան պատմություն է հիշելու։ 1 ամիս է ինչ անցել է ապրիլյան դաժան գիշերվանից, բայց Խալափյանների ընտանիքը այն դեռ չի լուսացրել։ Ինչպես լուսացնի, երբ օրեր առաջ ապրում էին տատի ու պապի հոգացության ներքո, իսկ հիմա կարոտում են նրանց։ Իրենց տանիքն ունեին, իսկ հիմա տանիք չունենալու պատճառով ցրվել են տնետուն։ Օրեր առաջ մինչև բոլորով մեկ սեղանի շուրջ չմեկտեղվեին, հաց չէին կիսի, իսկ հիմա մտածում են ապրուստի մասին։ Այստեղ է, որ ստիպված է արձանագրել, որ այս ընտանիքում պատերազմը սկսվեց, բայց չի ավարտվել։ Նրանք կարողացան փրկվել այսքանով եւ ինչու՞ չէ փրկել մի ամբողջ գյուղ, բայց մնացյալն իրենց ձեռքում չէ։ Տաթև Մեսրոպյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման 2-րդ հատվածում դիտեք։ Սահմանին անհանգիստ է, դադուքսավն անտառը չէ։ Մարդիկ ուզում են անտառը սեփականացնել։ Կարող են հայաստանյան հոգեվարքի մեջ գտնվող անտառների վիճակն էլ ավելի վատացնել։ Անտառի սրտում դղյակ կառուցել։ Փոփոխություններով այդ արգելքը վերացվել է։ Դրա կարգավորվող ուրեմն նորմը չկա։ Գործարարները օբյեկտներ կկառուցեն անտառներում։ Չի կարելի անտառը զարգացուցիչնի դարձնել։ Իբր այս փոփոխություններից կօգտվի նաև փոքր ու միջին բիզնեսը։ Օլիգարխները անտառների գտորներ փախցել են։ Որ անտառի որ հատվածն է ենթակա կառուցապատման։ Դու չկա գրված որ ասենք մենք տեղյակներ չենք թողի սարքին։ Ես ինքս եմ ասում ինչ կարես կառուցես։ Ու ամեն ինչ տեղը կընկնի։ Ու այդ ձևով սկսի անտառը վերանա։ Շփոթված էր, որ չի կարողանում մտքերը շարադրել։ Ճնշումս հասավ 200։ Ավելի տագնապալից կանխազգացումներ ունեցել է մարտի 31-ին։ Այդ գիշեր ես վատացա։ Նրան անընդհատ խուճապի ու փախուստի տեսարաններ են հայտնվել։ Ձայները նույնիսկ թուրքական։ Նրան իդեպ ուշագրավ իրադարձություններ են սպասվում։ Իրանք նույնիսկ մահափորձ են պատրաստվում։ Հաղթական, բայց լարված մայիս է կանխազգում։ Մայիսի 9-ը ուզում են հաղթանակը իրանք նշելու։ Կանխատեսումներ կան, իսկ կասկածներ ոչ։ Լեզուս չի գալիս պատտվելու։ Ադրբեջանցի լրագրողներին սակայն հրահանգվել էր մոռանալ Վանգայի խոսքը։ Երբ մարտի 31-ին կառավարությունը հավանություն տվեց անտառային եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որն արդեն ազգային ժողովի օրակարգում է, գիտենք, որ բնապահպանական կազմակերպությունները մեծ աղմուկ են բարձրացնելու։ Սակայն եթե նախորդ որոշ դեպքերում նրանց աղմուկը նաեւ այլ նպատակներ էր հետապնդում, այս դեպքում կարծես թե արդարացված է։ Բանն այն է, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է անտառներում կառուցապատում թույլատրել եւ վերացնել այսպես կոչված անտառային տոմսը։ Այո, ճիշտ լսեցիք։ Մենք էլ չէինք հավատում, սակայն օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի 2.5 էջանոց հիմնավորումների վերջում որպես ակնկալվող արդյունք նշված է անտառային օրենսգրքում ներդնել կառուցապատման իրավունքի ինստիտուտը։ Նույնիսկ ավելորդ է խոսել, թե դա կործանարար ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ սակավանտառ Հայաստանի անտառների վրա։ Բայց ամեն դեպքում փորձեցինք հասկանալ, ի վերջո որն է այս նախաձեռնության նպատակը, ավելի ճիշտ որտեղից է փչում քամին։ Պարզում է, որ պետական համայնքային անտառներում, հողային հարաբերությունների եւ անտառային օգտագործման ոլորտներում համապատասխան օրենսդրության փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել, քանի որ առանց անտառների կառուցապատման հնարավոր չէ կառավարել անտառային հողերը։ Այսինքն անտառն է խանգարում հողերի արդյունավետ կառավարմանը։ Սա էլ դեռ վերջը չէ։
Որպես փոփոխությունների արդյունք նշվում է նաև, որ դա կնպաստի փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Բայց չէ, որ դրանք այդքան միջոցներ չունեն, որ մտնեն անտառ եւ կառուցապատեն։ Հետևաբար փոփոխությունները կարող են նպաստել միայն խոշոր բիզնեսի շահերին։ Ու եթե հաշվի առնենք նաև հանգամանքը, որ կառուցապատումը ոչ միայն շենքեր են, այլև ճանապարհներ, կայանատեղիներ, ջրագծեր եւ անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ, բարձ է դառնում, որ այս փոփոխություններով անտառները կամաց կոչնչացվեն։ Ներկայացնում եմ Արմեն Աթելյանի «Անտառը բիզնեսի գերի» հետաքննությունը։ Անտառային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ նորերս է մտել խորհրդարան։ Սահմանին անհանգիստ է, դա ադուցավն անտառը չէ, կմտածեն շատերը։ Սակայն օրենսդրական փոփոխություններում բնապահպանական կազմակերպությունները ֆիքսել են կոնկրետ խնդիրներ, որոնք կարող են հայաստանյան հոգեվարքի մեջ գտնվող անտառների վիճակն էլ ավելի վատացնել։ Մի խոսքով, անտառ հատումներն ավելի մեծ թափ կստանան, ամենայն դեպս օրենքի ընդունման դեպքում, համոզված են բնապահպանները։ Կան կարծիքներ, որ անտառային օրենսգրքում փոփոխություններից հետո անտառներում կարող է լուրջ կառուցապատում կատարվել։ Ասենք օրինակ, ինչ որ մեծահարուստ, օֆշորներում կուտակած միլիոնավոր դոլարներով կարող է անտառի սրտում դղյակ կառուցել, որտեղ կառանձնանա եւ ազատ ժամանակ կմտորի կյանքի անցողիկության եւ սեփական եսի հետ ներդաշնակության ուղիների մասին։ Գործող օրենքով անտառի տարածքում կառուցապատումն արգելվում է։ Անտառային օրենսգրքում փոփոխություններով այդ արգելքը վերացվել է։ Ազգային ժողովի падգամավոր Էդմոն Մարուկյանին այս փոփոխության պատճառը պարզ չէ։ 2-3 հիմնավորում է գրված, որի մեջ կառուցապատման իրավունք տալու հնարավորության մասին համարյա թե բան չկա։ Ուզում են այդ մնացած փոփոխությունների մեջ անցկացնեն, հա պլս 10-ն սենց ասած երկիրը խառը վիճակում է, համենք ուշքնումիտները սահմանի վրա է, մարդիկ ուզում են անտառը սեփականացնեն։ Կառավարության ներկայացուցիչներն անտառում կառուցապատման թույլտվությունը ներկայացնում են որպես օրենսդրական հակասությունները շտկելու միջոց։ Անտառային օրենսգրքում մենք ունենք անտառներն օգտագործման տալու դրույթներ։ Կարող ենք տալ օգտագործման մշակութային, առողջարական, սպորտի, հանգստի, զբոսաշրջության նպատակներով։ Սակայն այդ հանգիստը, որով ենթադրելու է որոշակի կառուցվածքների առկայություն չկա, դրա կարգավորվող ուրեմն նորմը չկա։ Լևոն Գալստյանը բնապահպանների հետ հաճախ մոնիթորինգ է իրականացնում անտառներում։ Կառուցապատման մասով մի դիտարկում ունի։ Բոլոր այն տարածքներում, որտեղ ինչ որ փոքր բան է կառուցվել, ու դրա կառուցման համար բացվել է ճանապարհ, հա, դե բնականաբար որպեսզի հասնես այդտեղ շինանյութ բերես եւ այլն, պետք է ճանապարհ բացես։ Հանդերձ որ բացվել է ինչ որ ճանապարհ, այդ ճանապարհի երկու կողքերում անտառը մի 2 տարվա ընթացքում ուղղակի սկսում է վերածվել։ Անտառներում շինարարության թույլտվությունը բիզնեսի զարգացմանը նպաստելու նպատակ ունի նաև։ Գործարարները օբյեկտներ կկառուցեն անտառներում, համ տնտեսությունը կաճի, համ էլ հարակից գյուղերի բնակիչները կգոյատևեն դրանցով։ Մոտավորապես այսպես։ Եթե ուզում են բիզնեսի վիճակը լավացնել, թող բիզնեսի ոլորտում օրենսդրությունը փոփոխեն։ Անտառային ոլորտը դա բնապահպանական ոլորտ է, այստեղ բիզնեսը անելիք չունի։ Չի կարելի անտառի մեջ բուտկա դնել, չի կարելի անտառը զակուսիչնի դարձնել, այն ամերիկյան ոչի պիկնիկները միշտ էլ հնարավոր է եղել ու արվում է, բայց դա կառուցապատման իրավունքի հետ չկապ։ Ցավոք սրտի պաշտոնների մի գերակշիռ մեծամասնությունը նայում է որպես բիզնեսի աղբյուր, անտառափայտ, փայդանյութ, շինափայտ եւ այլն։ Մնացած բանը ըստ էության իրենց չի հետաքրքրում։ Բնապահպանները համոզված են, որ իրականության հետ կապ չունեն հավաստումները, թե իբր այս փոփոխություններից կօգտվի նաև փոքր ու միջին բիզնեսը։ Դուք պատկերացնում եք, որ մի հատ փոքր ու միջին բիզնես, որ այդ անտառում կարողանա ինչ-որ բան կառուցապատի, այդքան հնարավորություն ֆինանսիվ բանի, բնականաբար այդ արվելու է էլի որոշակի խմբերի ցանկությունները ապահովելու համար։ Նրանց վախենում են, որ օլիգարխները անտառների գտորներ փախցնեն ու դղյակներ սարքեն կամ ինչ-որ բիզնեսներ բացեն, իրականում հենց լրիվ հակառակ նպատակը։ Ասելը շատ քիչ է։ Ասելով չի արվում այդ ամենը։ Նախ այդ ամենը պետք է գրված լինի օրենքի մեջ, այդ բանավոր ասածներ, հա, իսկ այս օրենքում չկա այդ փոփոխությունների մեջ այդ ձև բան գրված, հա, որ մենք չկա գրված, որ ասենք մենք դղյակներ չենք թողի սարքենք։ Անտառային նոր օրենսգիրքը մշակել է Արմեն Եղիազարյանի ղեկավարած կառույցը։ Նա համոզված է, որ օրինագծի ընդունման դեպքում դեռ մի բան էլ կնվազեն անտառհատումները, քանի որ պետությունը կորոշի, թե ով որ անտառում ինչ կառուցի։ Ես ասում եմ, ընդհանրենք Դիլիջան քաղաքում կամ ընդհանրենք ազգային պարկում, այստեղ հնարավոր է ինչ-որ բան կառուցել։ Ես ինքս եմ ասում, ինչ կարես կառուցես։ Կարես հյուրանոց կառուցես, կարես ռեստորան կառուցես։ Դե պահանջներ կան որոշակի
ուրեմն պայմանները որ դուք դի բավարարեք, այսքան ծառկարած կդրես կամ ծառ չես կարա կդրես։ Սակայն խնդիրն այն է, որ օրենսդրական փոփոխություններում չի նշված, թե որ անտառի որ հատվածն է ենթակա կառուցապատման։ Նշանակում է ամեն ինչ թույլատրված է։ Եթե թույլատրությունը լինում է, այսինքն եթե մենք օրենքով նախատեսում ենք դա, ուրեմն ամեն ինչ օրենքով է, ինչ ա եղել, ասենք մեկը հյուրանոց կսարքի, այն մեկը իր տունը կտանի անտառի մեջ կսարքի, այն մյուսը, չգիտեմ, հանգստյան տուն կսարքի, այն մյուսը ռեստորան կսարքի, այն մյուսը, ասենք, սաունա կսարքի անտառում, ու այդ ձևով սկսի անտառը վերանալ։ Գործադիրի ներկայացուցիչները հավաստում են, որ անտառներում շինարարության նորմերը կհաստատվի կառավարության առանձին որոշումով ու ամեն ինչ տեղը կընկնի։ Կանք այնքան բազմազան է, որ ես չեմ կարող գրեմ օրենքում, ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել։ Մենք ժամանակ դա տրված կարգը տրված է կառավարության վրա։ Պետք է ինչ հատվածում պետքա դրվի այդ կառուցապատվող այդ շինությունը իրանից ինչա ներկայացնելու, փայտե շինություն ալնելու, թե ինչ որ այդ տեսակի շինություններ լինելու, այսինքն այդ ամեն ինչը պետք է նորմավորված դեռևս հաստատվի։ Կառավարության որոշումը դա չի կարող սահմանի, այն ինչ որ անտառային վերաբերվում, անտառի կառավարման, անտառի պահպանության, դա պետք է անտառային օրենսգրքում սահմանվի, իսկ իրենք միտումնավոր դա չեն սահմանել։ Իսկ ինչպես է կատարվելու կառուցապատումը անտառում, եթե օրենքով անտառային հողը սեփականաշնորհման ենթակա չէ։ Կառավարությունում ասում են, որ հողը վարձակալությամբ է տրամադրվելու։ Քեզ տալիս են 99 տարով։ Ենթադրենք մաքսիմում։ Կարաս 200 տարով էլ տես հարցը չի։ Եթե ուզում ես մասնավոր սեփականություն անտառի մեջտեղ ունենաս, դու կատեգորիան փոխես։ Այդտեղ այդ կատեգորիա փոխելով չարաշահումների հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան դա այդ կառուցապատման այդ թույլտվությունը տալը։ Փոփոխություններով նաև վերացվում է անտառային տոմս հասկացությունը։ Անտառային տոմսը վճարի դիմաց տրվող փաստաթուղթ է, որը բիզնեսմենին թույլ է տալիս ձեռնարկատիրության նպատակով փայտից բացի օգտվել անտառի մյուս բարիքներից, ասենք հյութեր կամ մուրաբա արտադրող ընկերությունը հատապտուղներ հավաքի։ Գյուղատնտեսության նախարարությունը դեմ է եղել անտառային տոմսի վերացմանը։ Այդ կարծիքը սակայն հաշվի չի առնվել։ Մեր դիրքորոշումը եղել է այն, որ որևէ հաշվառման ենթակա փաստաթուղթ անհրաժեշտ է։ Դա լինի անտառային տոմսը թե լինի պայմանագրով, այսօր ներկայումս գործող օրենսդրական դաշտում, ուրեմն երկուսն էլ ընդունված է։ Անցել է, որտեղ գյուղնախարարությունը ու իր ենթակա հայ անտառ կառույցը ինչքան այդ անտառային տոմսը գոյություն ունի, օրենսդրել, ոչ մի անգամ չի տվել անտառային տոմս։ Թե եթե ոչ մի անգամ չի տվել, մեխանիզմ վերահսկողության չկա։ Իրենց պատճառաբանությունը նա է, որ չկա մեխանիզմներ վերահսկողության, չկա պաշարները որոշված թե ինչ պաշարներ ունենք, եւ վերջի 2 տարվա ընթացքում անտառային տոմս դուրս չի գրվել։ Փոխանակ մեխանիզմը ցնեն վերահսկողության, փոխանակ պաշարները հաշվառեն, փոքր գործիքը, որը վերահսկելի է դարձնում այս գործընթացը, դա էլ ուզում են վերացնել։ Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները հույս ունեն, որ բարձրացված խնդիրները հաշվի առնելով խորհրդարանը հետ կուղարկի այս օրինագիծը կառավարություն, մանավանդ որ այն հակասում է Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնցով մեր պետությունը հանձն է առել տարածքների միջև 20%-ն անտառապատ դարձնել։ Կարծիք կա, որ նման օրենքներով ու վերահսկողությամբ Հայաստանի 20%-ը կդառնա անտառապատ Քրիստոսի երկրորդ գալստյանը միայն։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ 2016-ին Հայաստանին փորձություններ են սպասվում։ Հունվարին եւ ապրիլին առաջնագծում կունենանք որոշակի փոփոխություններ եւ լարվածություն։ Հակառակորդը կծրագրի ակնթարթային հաղթանակ եւ պլանավորել է, որ մայիսի 9-ը պետք է հաղթական դառնա իր համար։ Սրանք նախորդ տարեվերջին էքստրասենս Սոսե Բաբայանի կանխատեսումներից են։ Անկեղծ ասած, գերբնական ուժերին, սնոտիապաշտությանը եւ նման կարգի երևույթներին ես չեմ հավատում։ Համարելով, որ դրանցով հետաքրքրվում են հիմնականում հուսալքվածները, բայց ինչպես հայտնի է, չկա իրավիճակ, որից ելք չլինի։ Այդուհանդերձ պետք է խոստովանել, որ էքստրասենսի հետ հանդիպումը, կարելի ասել, պարտադրված էր։ Ապրիլի սկզբից շարունակ ահազանգեր ենք ստանում։ Երկրում եւ սահմաններին ստեղծված իրավիճակի առնչությամբ մարդիկ լուրջ մտահոգություններ եւ ապագայի նկատմամբ թերահավատություն են հայտնում։ Ինչ է սպասվում, հարցը թերևս ամենահնչեցվածն է։ Բնականաբար սա սպասելի էր, սակայն անսպասելի էր, երբ հիշյալ հարցին հետևում էր խնդրանքը, թե կարող եք տալ որևէ էքստրասենսի կամ գուշակի հեռախոսի համար։ Այս խնդրանքը ամենայն լրջությամբ հնչեցվում էր այն բանից հետո, երբ հուսադրող միաժամանակ անորոշ պատասխաններ էինք տալիս, ինչ է սպասվում հարցին։ Ու որպեսզի նման հարցերով էլ չզանգարեն, որոշեցինք հանդիպել էքստրասենսի հետ եւ բավարարել բոլոր այն մարդկանց հետաքրքրությունը, որոնց համար նրա ասածները դոգմա են։ Սակայն, մինչ կներկայացնեմ Նելի Հարությունյանի տեսանյութը, երկու խոսք այն մոլորվածներին, որոնք դեռևս չեն գիտակցում ստեղծված իրողությունը եւ սպասում են հրաշքների։ Երբևէ ձեզ հարց տվել եք, թե ինչպես է նավը հաղթահարում ալիքները, շրես դրանք ավելի ուժեղ են, քան նավը։
որովհետև նավապետը նպատակ ունի, ալիքները ոչ։ Պետք է գիտակցել, որ այսօր բոլորիս ընդհանուր նպատակը ազատ Հայաստան եւ Արցախ ունենալն է, այսինքն պետք է ոչ թե հուսալ ու ապավինել ինչ-որ գերբնական ուժերի, այլ յուրաքանչյուրս պետք է յուրովի նպաստենք այդ նպատակի իրագործմանը։ Դրա համար պետք է ընդհանրապես գնահատել մեր ձեռքբերումները եւ փորձել պահպանել դրանք։ Այժմ փաստ եւ իրողություն, ուրիշ ոչինչ։ Տեսանյութը։ Էքստրասենս Սոսե Բաբայանի հետ սա մեր երկրորդ հանդիպումն էր։ Նրա խոսքն այս անգամ սովորականի պես սահուն չէր։ Շփոթված էր, որ չի կարողանում մտքերը շարադրել։ Հարցազրույցից հետո ասաց, որ կանխազգացումները սահմանի հետ են կապված, այնտեղ հանգիստ չէ։ 1-2 ժամ անց պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ շփման գծում ազերիները կրկին ակտիվ գործողություններ են սկսել։ Ավելի տագնապալից կանխազգացումներ Սոսե Բաբայանն ունեցել է մարտի 31-ին, գտնվելով Լոնդոնում։ Ես 31-ի գիշերն եմ եկել Լոնդոնից, այդ գիշեր ես վատացա։ Ես կյանքում վատացած չկամ, որ ճնշումս հասավ 200, եկա հասավ վայրեջք կատարեցի Հայաստանում ու պատերազմ էր։ Հենց Անգլիայում եմ զգացել։ Սիրտս ես իմ տեղը չէի գտնում։ Ադրբեջանի նոր ագրեսիայի շուրջ իր կանխազգացումների մասին Էքստրասենսը խոսել է դեռ ամանորին, նաև մեր առաջին զրույցի ժամանակ։ Ճիշտ էր, օրը տոնական էր, նոր սկսվող 2016 թիվը, այ անկախ ինձանից, ասի 2016 թիվը ճիշտ է կապի գցատկոտուն, կարմիր եւ հաղթական է եւ այրում, բայց ադրբեջանցիները լայնածավալ հարձակում են գործելու։ Ես 91 թվին ականատես եմ եղել Ղարաբաղյան պատերազմին, այն ժամանակ ես Գորիսում էի, ամեն ինչ ականատես էի։ Այսօր եւ երազների միջոցով եւ իրական կյանքում եւ իմ սրտի թերթերներով անպայման զգում եմ ինչ է կատարվում մեր Հայաստանից այն կողմ մեր հարազատ Արցախում։ Որևէ իրադարձություն կանխատեսելիս Տիկին Սոսեն ոչ միայն տագնապ է զգում, այլև տեսիլքներ ունենում, խոսակցություններ լսում։ Վերջին օրերին հակառակորդի անհաջող գործողություններին զուգահեռ նրան անընդհատ խուճապի ու փախուստի տեսարաններ են հայտնվել, որոնք ուղեկցվել են անհասկանալի խոսքով, բայց հաստատ ոչ հայերեն։ Սովորական խոսակցության մեջ ես մտնում ու հանկարծ տեսնում ես ինչ որ մի աներևույթ, անշոշափելի զգացողություն ու սրտի դրոփյուն ես ապրում։ Ու անմիջապես տեսնում ես տեսարանները։ Իմ մոտ յուրահատուկ անուններ, անուններով ինչ որ մեկ ականջից նշում է։ Լայնածավալ հարձակման ժամանակ ես զգացի, որ ինչ որ կանայք այդ ձայները կանանց եւ տղամարդկանց իրանք խառնված են, այդ ձայները ականջից անընդհատ իրանք խուճապի է մատված եւ ուզում են փախնեն գնան, այդ խուճապի մատված ձայները նույնիսկ թուրքական, չգիտեմ, ադրբեջաներեն բառերը չեմ հասկանում, բայց հասկանում եմ, որ իրենք փախնում են, ոչ թե գալիս են, այլ իրենք փախնում են։ Սոսե Բաբայանը զգացել է նաև ադրբեջանցիների հույզերն ու տրամադրությունները, որոնք ամենևին իրենց պոպուլիստ նախագահի օգտին չեն։ Նրան իդեպ ուշագրավ իրադարձություններ են սպասվում, ընդհանուր առմամբ այդ երկրի ներքին յանքում եւս։ Իրանք իրենց նախագահին Ալիևին ատում են սարսափել, այդ զգացողական դաշտով ես զգում եմ, որ իրենց սովորական զինվորները ատում են եւ կարող եմ հստակ ասել, որ իրանք նույնիսկ մահափորձ են պատրաստվում անել ու ազատվեն այս ջիրաներից։ Իրանք ընդհանրապես չեն ուզում պատերազմ ու դրդմամբ են գնում պատերազմի եւ անելու են այդ քայլերը։ Մենք բավականին լայնածավալ միտինգներ լինելու Ադրբեջանում, հակառակ պրեզիդենտական։ Կանխատեսվում է, որ Արցախին պարտադրված բոլոր այս փորձությունները հաղթական ելք կունենան։ Մեր լավագույն տղերքի հերոսական ջանքերով։ Ի հեճուկս Ադրբեջանի, որտեղ իշխանության վերին էշելոններում փափագում են մայիսի 9 կարմիրով ամրագրել իրենց տոնացություն։ Իրենք մայիսի 9-ը ուզում են հաղթանակը իրանք նշելու, բայց դրանք երբեք չեն տեսնի, այդ մայիսի 9-ը նորից մենք կհաղթանակենք, մենք բավականին Բերանս լեզուս չի գալիս պտտվելու, իհարկե նորից կորուստներ կունենանք, բայց անպայման հաղթանակով ավարտելու ենք։ Անհնար է առանց հիացմունքի, հուզմունքի եւ իհարկե հպարտության հետևել առաջնագծում կռվող մեր յուրաքանչյուր զինվորի պատժիչ գործողությունների։ Կանխատեսումներ կան, իսկ կասկածներ ոչ, որ դրանց արդյունքում հակառակորդը ծնկի կգա։ Կասեցնելու են իրանց կողմից ու իրանք խեղճանալու են, դա եմ ուզում ասել, իրանք բավականին խեղճանալու են։ Նորից էլի խնդրելու են հրադադարի, էլի խոճապ
Եվս մեկ անգամ նույնիսկ մտադրություն կա, որ տարբեր կողմերից խառնաշփոթ ստեղծեն, ենթադրենք տարբեր տեղերից, եւ Շամշադինի կողմից, եւ Ղարաբաղի կողմից, տարբեր տեղերից հարձակում, որ մենք շփոթված լինենք ու չկարողանանք կողմնորոշվենք։ Բայց մենք միշտ պատրաստ ենք, մենք միշտ զգոն ենք, մենք ապացուցելու ենք, որ մենք այն մարդիկ ենք, որ աշխարհի մեջ միակ ազնվորությունը հայ ազնվորությունն է, որ բոլորից վեհ է գնահատում հայրենիքի սերը։ Մի թիզ հող անգամ հայ երբեք չի տա ու կպայքարի ու հաղթանակով կավարտվի։ Էքստրասենսը հաղթական, բայց լարված մայիս է կանխազգում։ Գուցե կարիք լինի հատկապես դժվար հասկացող հակառակորդին քանիցս բացատրել սահմանի որ կողմում են առյուծները, որում բորենիները։ Անհանգիստ իրավիճակը միջև մայիսի վերջ, մայիսից հետո բավականին իրանց դերի մեջ կմտնեն, կարելի ասել, իրանց վախվորած բները կգնան։ Լայնածավալ մասշտաբով միայն մայիս ամսվա որոշ հատվածներում եմ տեսնում, մեր հաղթանակով իհարկե։ Ամեն անգամ ավելի ջահջախիչ ու խայտառակ կասեցումից հետո ազերիները սեփական դեմքը փրկելու համար կդիմեն նոր ոտնձգությունների։ Գուցե իրենց գոյության մասին հատկապես աշխարհին նորից հիշեցնելու համար, բայց դա նրանց կենսագրությունում հազիվ թե նշանակալի փոփոխություններ բերի։ Քանի տարի է հրադադար է, բայց երբևէ ոչ մի օր իրանք հանդարտ չեն եղել։ Իրանց սովորության համաձայն ամեն ամիս տարբեր տեղերից, ինչպես միջև հիմա եղել է 20-ային տարիների ընթացքում, այդպիսի բնավորությամբ էլ իրանք հավիտյան կապրեն։ Երբեք իրանց հրանոթը չի դադարի, բայց չի լինի լայնածավալ մասշտաբի հարձակում։ Ղարաբաղյան խնդրի Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ դեռևս 93 թվականի մայիսի 30-ին կանխատեսումներ է հայտնել նաև աշխարհահռչակ Վանգան։ Պայծառատեսին այցելած ադրբեջանցի լրագրողներին սակայն հրահանգվել էր մոռանալ Վանգայի խոսքը։ Նրանք լսել էին հետևյալը. Դուք եկել եք մի երկրից, որտեղ շատ արյուն կա։ Ես լսում եմ մանուկների լաց, տեսնում եմ աղջիկների, որ այրում են իրենց հարսանեկան զգեստները։ Նահանջեք, դուք կռվում եք մի բանի համար, որը ձեզ չի պատկանում։ Դուք կպարտվեք, բայց սա միայն սկիզբն է։ Տեսնում եմ ոսկի, որը երջանկություն չի բերում։ Տեսնում եմ նաև մի ամբողջ ազգ շղթայված։ Նրանք ստիպված կլինեն դիմակայել 30 տարի ու չնահանջեն։ Իսկ հետո նրանք կդառնան իրենց հողի տերը։ Եվ այդ ժամանակ այն ինչը իրենց շղթայել էր, հավերժ կանհետանա։ Մարդիկ կապրեն երջանիկ ու խաղաղ։ Խաղաղության համար պետք է պայքարել ու հաղթել, իսկ հաղթանակները ձեռք են բերվում միայն անձնուրաց հայրենասիրության շնորհիվ, անկախ նրանից, թե որ ճակատում կդրսևորվի այդ հայրենասիրությունը՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական թե բարոյահոգեբանական։ Առաջնագծում կռվող մեր զինվորականների հայրենասիրությունը արժե որ վարակիչ լինի նաև մյուս ճակատներում կռվողների համար։ Այդ դեպքում կարելի է հաղթանակը ոչ թե կանխատեսել, այլ փաստել։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։ Թողարկման երրորդ հատվածում դիտեք։ Վարվում է ուշադրություն 15 տոննա անասնակետ։ Երկաթյան ուժիկների կողքին հիմնականում զինվորականների էի տեսնում։ Շշուկներ հասան, որ թունավորվածները 102 որդիներ են։ Դժվար թե 62-ամյա մարդը խաբի։ Գլխկոնձի տվածի ղեկին նույնպես երիտասարդ է նստած եղել։ Չկար այն մեքենան, որը վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Նրա ողջ մնալու հանգամանքը պարզապես հրաշք էր։ Տարելա ջանդ ես։ Ինչ է նշանակում։ Բոգդանը նենց պայթեց, որ տանիքը մի քանի տասնյակ մետր թռավ։ Թերմոպիլի կիրճը պահողներին դավաճանեցնա, որին սպարտացիները մարդ չէին համարում, քանի որ հաշմանդամ էր եւ չէր ծառայել։ Ի տարբերություն Ադոլֆ Հիտլերի, Յոսիֆ Ստալինը չէր ծառայել, որովհետեւ մի ձեռքը մյուսից կարճ էր եւ մատները լրիվ չէին բացվում։ Այս օրինակները հուշում են, որ բանակում ծառայել-չծառայելու մասին հասարակական շարժումները անիմաստ են եւ վտանգավոր։ Ներկա բանակցային փակուղին, պատերազմի վերսկսման վտանգը, սրանց ուղեկցող խնդիրները համազգային մարտահրավերներ են, որոնց դիմակայելու հարցում անելիք ունի հասարակության յուրաքանչյուր անդամը։ Եվ պետք չի արհամարել քաղաքացու բարձրացրած հարցը, առաջարկությունը կամ մտահոգությունը միայն այն պատճառով, որ մարդը չի ծառայել, խրամատ չի փորել կամ չի կրակել։ Հասարակությունը ծառայեցների եւ չծառայեցնելի բաժանելն ու դասակարգային պայքարի կոչ անելը անհեռատես եւ վտանգավոր խաղ է, որի ժամանակն այսօր չկա։ Կարճ ասած, այդ շարժումները չեն նպաստում խաղաղությանը եւ ուրեմն ավելորդ են։ Խաղաղության բանակցություն սկսելու նախապայմանը հրադադարի խախտումները հետաքննող գործում մեխանիզմների կիրառումն է միջազգային մանդատի ներքո։ Այդպիսով հնարավոր է ճշտորեն արձանագրել հրադադարի խախտումները, հասցեական պատասխանատվության ենթարկել ու սանձել Ադրբեջանին եւ ի վերջո նստեցնել բանակցային սեղանի շուրջը։ Իսկ մինչ այդ պատերազմի վերսկսման հավանականությունը կմնա նույնը, առանց հաշվի առնելու հասարակական շարժումներն ու դասակարգային բաժանման ջղաձիգ փորձերը։
Արցախյան տարեգրության էջերից 1993-ի մայիսին ռազմական գործողությունների եւ դրանց ուղեկցող իրադարձությունների մասին է պատմում Գևորգ Էմինտերյանը։ Անցնող շաբաթ եւս սկսվեց գույժով։ Այս անգամ հանրության ուշադրության կենտրոնում էր Հալաբյան փողոցը, որտեղ ավտոբուսի պայթյունից զոհվեց 2 եւ վիրավորվեց 7 մարդ։ Պաշտոնական կառույցները ավելի ուշ պետք է հայտարարեն, որ պայթյունի հետևում կանգնած է 2 անգամ դատված քաղաքացի, որը ցանկացել է վրեժ լուծել ազգականներից, այդ իսկ պատճառով պատրաստել է տրոտիլ, որը սակայն դարձել է ոչ թե ազգականների, այլ ուղևորների մահվան պատճառ, քանի որ պայթուցիկը տեղափոխել է ավտոբուսով։ Հալաբյան փողոցում կատարվածի մանրամասները քիչ անց կներկայացնի Շամշյանը, որը դեպքից րոպեներ անց արդեն նկարանումներ է կատարել։ Իսկ հիմա անդրադառնանք մի երևույթի, որը մեծ խուճապ առաջացրեց հանրության շրջանում։ Խոսքը առաջին իսկ րոպեներից շրջանառված այն վարկածի մասին է, թե իբր կատարվածը ահաբեկչություն է։ Համաձայն եք, այդ վարկածը ուներ հավաստիության իրավունք, քանի որ մի կողմից երկիրը պատերազմական վիճակում է, հետևաբար յուրաքանչյուր ոք կարող է մտածել, թե տեղի ունեցած, ասենք, թշնամու հատուկ ծառայությունների ձեռքի գործն է, մյուս կողմից իրավապահ համակարգի առաջին դեմքերի դեպքի վայրում հայտնվելն էր։ Հակամա հիշեցի հայտնի ասույթը, թե գեներալները վազել չեն սիրում, քանի որ խաղաղ պայմաններում այն առաջացնում է ծիծաղ, իսկ պատերազմի ժամանակ խուճապ։ Եվ ուրեմն, հետևելով սոցցանցերի օգտատերերի գրառումներին, հասկացվում էր, որ արտակարգ իրավիճակների նախարարի, ոստիկանապետի, գլխավոր դատախազի, քննչական կոմիտեի նախագահի ներկայությունը ավելի շատ խուճապ, քան հանգստություն էր ներշնչում։ Ու եթե հավելենք փաստը, որ հանրապետության նախագահը հրահանգել էր ուժեղացնել պարեկապահական ծառայությունը, պատկերը առավել քան ամբողջական կդառնա։ Սակայն բանն այն է, որ նման դեպքերում անհրաժեշտ են կանխարգելիչ անապահ միջոցառումներ, որպեսզի իրավիճակի սրման դեպքում ավելի մեծ կորուստներ չլինեն։ Նախագահի նշված հանձնարարականն ու բարձրաստիճան իրավապահների ներկայությունը հենց դրան էին միտված։ Եվ հետո համոզված են, որ մասնագետները կարճ ժամանակ անց հասկացել էին, որ կատարվածը որևէ աղերս չունի ահաբեկչության հետ, ձեռագիրն այլ էր։ Այնպես որ նման դեպքերում պետք է միանշանակ ապավինենք եւ հավատանք պատասխանատու կառույցներին, դրսևորենք զսպվածություն եւ չտրվենք հույզերին, որոնց յուրաքանչյուր արտահայտություն կարող է շղթայական ռեակցիա առաջացնել։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ դեպքերն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի անմիթե մտածված նողկալի է տեսանյութում։ Ժողովուրդ ջան, շատ դժվար է պատերազմական վիճակում լուսաբանել երկրի ներսում տեղի ունեցող դժբախտ պատահարներն ու արտակարգ դեպքերը։ Դժվար է երկու նկատառումից ելնելով։ Նախ ուշք ու միտքը սահմանն է, որտեղ մեր առյուծ քաջարի տղերքը կենաց մահու պայքար են տալիս ազիկների որջերի հետ, եւ երկրորդ շարունակ մտածում ես, թե արդյոք ճիշտ է նման դեպքերը այս օրերին տալը, բայց դե մյուս կողմից էլ որ նայում ես, եթե չտաս, անպատժելիության զգացումը շատերին կխեղդի, քանի որ ինչպես հայտնի է, մեզանում առեթավորների պակաս չկա։ Մի խոսքով թերևս պետք է, առավել եւս, որ վերջին ժամանակահատվածում մահվան ելքով դեպքերի պակաս չկա։ Բնականաբար անցնող շաբաթվա ամենադրամատիկ դեպքը Հալաբյան փողոցում տեղի ունեցածն է, այդ մասին կխոսենք տեսանյութի վերջում։ Հիմա սկսենք Լոռու մարզում ապրիլի 24-ին տեղի ունեցած հրդեհից։ Այս մարդկանց ինչքան ուզում ես ասա, որ հրդեհային կանոնների պահպանումը բխում է իրենց շահերից, միևնույն է, ձայն բարբարո հանապատի։ Տեսեք, թե ինչ է կատարվում Մեծավան գյուղի սեփական տներից մեկի հարակից այգում պայստավորված հակի դեզում։ Այս նկարահանումների ժամանակ մտքից ծայրով անգամ չեր անցնի, որ իրականում վառվում է ուշադրություն 15 տոննա անասնակեր։ Թերևս դրա միակ ցուցիչն այն էր, որ գիշերը 1:45-ի կողմերը ծակած հրդեհը վերջնականապես մարվեց հաջորդ օրը, ժամը 11:30-ի սահմաններում։ Պատկերացիք չէ, մոտ 10 ժամ է պահանջվել այս խեղճերից, որ կտրեն կրակի լեզուները։ Իսկ այս կադրերը արել եմ գիշերվա ժամը 4-ի սահմաններում, այսինքն հրդեհի առաջացումից 2 ժամ անց։ Այս տպավորությունը, թե խոտի դեզերը հենց նոր են կպել։ Թե քանի տոննա ջուր դատարկեցին, միայն իրենց է հայտնի, սակայն փաստն այն է, որ հրդեհը մարելուց հետո նոր գիտակցեցին կատարվածի վտանգավորությունը։ Միայն երջանիկ պատահականությամբ չտուժեցին սեփական այս տան բնակիչները, ու սա միայն խոսքեր չեն, չէ՞ որ այդ ժամին մարդիկ սովորաբար քնած են լինում։ Հետևաբար ողբերգական հետևանքներից կարող ենք եւ չխուսափել։ Իսկ որպեսզի նման երկնտանքի առջև չկանգնենք, պետք է շարունակենք աչալուրջ լինել։ Նամանավանդ, որ տապի սեզոնը սարերի հետևում չէ։
Իսկ հիմա լոռուց վերադառնանք մայրաքաղաք։ Խանջյան Հերասի փողոցներն իրար կապող չարաբաստիկ թունել, որի վերջում դատելով տեղի ունեցող պատահարների առատությունից լույսը չի երևում։ Ու երբ հեռվից մոտենում էի վթարի վայրին, տպավորություն էր, որ ոչ թե հիշատակս թունելն է, այլ եղնիկներ զորամասը, քանի որ շղթայական վթարի մասնակից երկաթյա նժույգների կողքին հիմնականում զինվորականների էի տեսնում։ Հա, դե հալալ է էլի տղերքին, դու մի ասա, եկել էին վիրավորներին օգնելու, որոնց պակաս, ինչպես նկատում եք, բախված մեքենաների տեսքից ցավոք չկար։ Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպես կարող էր սենց ճակատային բախում տեղի ունենալ, ու հավաքվածները միահամուռ այն կարծիքին էին, որ կամ Opel-ը կամ Mercedes-ը դուրս են եկել հանդիպակաց գոտի, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե գնում ես վազանցի։ Ստեղ են ասել, խոմ դուք օին չեք, էլ ուրիշ վազանցի տեղ չկա, թունելում եք անում։ Ակնհայտորեն այս մարդու ինքնազգացողությունը վատացել էր։ Ինչպես տեսնում եք, բժիշկները փորձում են հասկանալ, թե արդյոք կարող է տեղաշարժվել։ Մի քանի րոպե զրուցելուց հետո ի վերջո ուժ գտավ շարժվելու եւ շտաբօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց։ Պարզեցին նաեւ, որ եւս 2 հոգու արդեն տեղափոխել էին հիվանդանոց ու բարեբախտաբար լաբավոյի եւ շղթայական վթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Լավ, ասենք այս անգամ լավ բրծանք, բայց ինչ երաշխիք, որ նմանատիպ հաջորդ դեպքը մահվան ելք չի ունենա։ Քանի անգամ պիտի ասվի, որ այդ անտերը մի 5 րոպե ուշ ասեք, բայց առողջ հասեք։ Այ հենց սրա համար է ասում, որ նույնիսկ պատերազմական պայմաններում նման դեպքերի լուսաբանումը արդիական է ու հատկապես խրատի առումով։ Ասում եմ, չէ, մի 2 օր ոտներս քաշում են ու ինչ ասես տեղի չունենում։ Հրդեհ տվինք, վթար տվինք։ Հիմա էլ անդրադառնանք թունավորման դեպքին, որի հետևանքով միանգամից 3 հոգի հայտնվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Ամենասկզբում շշուկներ հասան, որ թունավորվածները հայր ու 2 որդիներ են, սակայն ազգանունները այլ բան էին ուշում։ Ու երբ տեղեկացա, թե որտեղ եւ ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը, ամեն ինչ պարզ դարձավ։ Հիմա կասեք, թե այս փրկարարները ինչ են հակագազ հակել։ Հարցը տրամաբանական է։ Պատասխանում եմ, բանն այն է, որ դեպքը տեղի է ունեցել Գյուրջան եւ Քոչարյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող չգործող կաթսայատան մոտ, որտեղ դիտահոր կա եւ դրա մեջ թունավորված անձիկ իրականացնելիս են եղել ինչ որ աշխատանքներ։ Դատելով փրկարարների դիմակից արդեն կարելի է պատկերացնել, որ թունավորման պատճառը շմոր գազն է եղել։ Ժողովուրդ ջան, իրականում լավ են բրծել։ Ու ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Երևանի բժշկական կենտրոններ հայտնված 22-ամյա Վալերի Սիմոնյանը, 25-ամյա Հայկ Մարգարյանն ու 63-ամյա Սուրեն Ազիզյանը, որոնք տեղի բժիշկների անձնուրաց աշխատանքի շնորհիվ փրկվեցին, այլև դիտաորի հարևանությամբ հավաքվածներս, քանի որ վտանգ կար, որ կուտակված գազը կարող է պայթել, իսկ թե ինչն է եղել գազի կուտակման եւ արտահոսքի պատճառը, նախաքննությունը կպարզի։ Ամենայն դեպս նկարահանումների ժամանակ տեղեկացա, որ կատարվածի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Պահ, հլես Opel-ին նայեք, հպարտ մենության մեջ, շուռ եկած կանգնած է, դա առաջին տպավորությունն է, ում ինչ մոտենում եմ, մտածում եմ, լավ, այս մեքենան ոնց է սենց վիճակում հայտնվել, մեքենայի տակով, կողքով նկարում եմ ու մեկ էլ տեսնեմ հարվածի ավելի ստույգ ուժեղ քսացի տեղերը, արդեն իսկ հասկացա, որ ոչ թե ինչ որ գերբնական ուժերն են աստրային այսօրը գցել, այլ ինչ որ մեկը օգնել է։ Ջարդել է, չէ, ռագատկեն որն է։ Հա, էսա։ Էս էր Opel-ի նմանորը գծողը, ինչպես տեսնում եք, ամենագնաց Nissan-ը խփած կանգնած է։ Չնայած այս դեպքում խփած բառը կարելի է մեծ վերապահումով օգտագործել։ Գազանի հեշտ պետն է, ընդամենը վարորդի կողային հայլին է ջարդել ու մի քիչ էլ խազվել է։ Ամենագնաց կասեմ է, բայց այս տեսանը անմահացնելուց կրկին հարց սկսեց տանջել։ Մասնավորապես, ինչպես է ստացվում, որ աննշան հետքերի արկայության պարագայում Opel-ը այսօրն է ընկել։ Բայց թե կամերաներ կա, գիտես, այդ խանութներում բան, հա, բավոն նայեն։ Բայց տեսախցիկների արձանագրածին կարծես սпасել պետք չէ։ Պարզվում է, որ Nissan-ը կայանված վիճակում է եղել, իսկ վթարային իրավիճակը ստեղծել է Mercedes Magnus-ի մեքենան, որի վարորդը դիմել է փախուստի։ Ամենայն դեպս այդպես է պատմել շուռ եկած Opel-ի վարորդը 62-ամյա Հովսեփ Ջարախյանը։ Իհարկե, դժվար թե 62-ամյա մարդը խափի, բայց ամեն դեպքում կամերաների ֆիքսացը կնայեն ու եզրակացություն կանեն։ Իսկ մինչ այդ ֆիքսենք, որ Բագրատունյանց փողոցի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին հայտնեցին հիվանդանոցից։
Դե հիմա խնդրում եմ տարբերություն գտեք նախորդ եւ այս դեպքերի միջև։ Միակ տարբերությունն է, որ շուռ եկածը ոչ թե Օպելը, այլ երիտասարդների սիրած Նիվան։ Դեպքն էլ ոչ թե Բագրատունյանց փողոցում է, այլ Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկում, որտեղ ինչպես հայտնի է, տեսախցիկների պակաս չկա։ Ու հաստատ փորձագետները կարճ ժամանակում կբացահայտեն մեղավորին։ Ինչու նշեցի երիտասարդների սիրած Նիվան։ Իմ պրակտիկայում դժվարությամբ եմ մտաբերում դեպք, որ Նիվայի ղեկին տարեց մարդ նստած լինի, ու այս դեպքը եւս բացառություն չէ։ Գլխկոնձի տվածի ղեկին նույնպես երիտասարդ է նստած եղել 22-ամյա Արթուր Մնացականյանը, որին ինչպես նաեւ Մերսեդեսի վարորդ 31-ամյա Դավիթ Դարփինյանին օպերատիվորեն ժամանած շտաբօգնության բրիգադը անմիջապես օգնություն ցուցաբերեց։ Փրկարարները միշտ էլ իրենց գործն ամուսով են անում, բայց այս անգամ նրանց առատությունը հաստատ պայմանավորված էր վթարի վայրով, կատակ բան չի։ Օրը ցերեկ մայրաքաղաքի սիրտն է, ամենակարևոր փողոցներից մեկը, որտեղով 1000 մարդ է գնում գալիս։ Նաև այդ հանգամանքն էր պատճառ, որ անմիջապես մի քանի րոպեին փակեցին գազաբալոններն ու կատարեցին անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Դեռ մի բան էլ օգնեցին բժիշկներին ու ճանապարհային ոստիկաններին։ Մի խոսքով բավականին տհաճ իրավիճակ, որին մեղավորին կպարզեն տեսախցիկների օգնությամբ, բայց նաև ակնհայտ է, որ կրկին գործ ունենք իրար չզիջելու արատավոր երևույթի հետ։ Դե դուք շարունակեք իրար չզիջել, մենք էլ հետևանքները ֆիքսենք։ Հիմա անցնենք ողբերգական ելքով պատահարներին։ Դեպքը, որ տեղի ունեցավ կրկին Բագրատունյանց փողոցով, բազմաթիվ անգամներ մեր հնչեցած կոչերի եւ զգուշացումների անտեսման հերթական ապացույցն է։ Ընդ որում, միանգամից 2 դրվագով։ Սկսեմ առաջինից։ Հետիոտը, որի ինքնությունը չպարզեցի, սակայն կլիներ մոտ 70 տարեկանին, ճանապարհը անցնելիս է եղել չթույլատրված հատվածով։ Խնդրում եմ հաստատեք, թե քանի անգամ են կոչ հնչեցրել եւ խնդրել հետիոտներին, որ ճանապարհը կտրեն միայն իրենց համար նախատեսված զեբրաներով, իսկ այս դեպքում դրանք ընդամենը մի քանի տասնյակ մետր էին այն կողմ։ Երևի նկատեցիք, որ դեպքի վայրում չկար այն մեքենան, որը վրաերթի էր ենթարկել հետիոտնին։ Հիմա ասեք, քանի անգամ ենք ասել, որ փորձանքը կարող է յուրաքանչյուրիս հետ էլ պատահել, որ վրաերթի դեպքում պետք է հետիոտնին թողնել անօգնական վիճակում։ Նախ խղճի առաջ հանգիստ կլինեք, եւ հետո դատական այցյանները դա համարում են մեղմացուցիչ հանգամանք ու կրկին չեն լսում, իսկ հետևանքը սա է։ Ծանոթացեք, Մանվան ելքով վրաերթից հետո դեպքի վայրից ճողոպրած այս Մերսեդեսի վարորդն է 32-ամյա Մանուկ Մանուկյանը, որին ճանապարհային ոստիկանները, Երևանի քննչական վարչության աշխատակիցներն ու Շենգավիթի ոստիկանները դեպքից կարճ ժամանակ անց հայտնաբերում են։ Ու ինչ, մի կողմից ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես է հետիոտնին թողնել անօգնական եւ ճողոպրել, մյուս կողմից դատարանը այլևս մեղմացուցիչ հանգամանք էլ հաշվի չի առնի։ Էս էիր ուզում։ Դեժավյու, ինչպես կասեն ֆրանսիացիները, թարգմանաբար նշանակում է արդեն տեսել եմ։ Այո, նման պատկերի ուշի ոլորաններում ցավոք տարին մի քանի անգամ ենք ականատես լինում։ Մի քանի տարի առաջ եթե նման դեպք ներկայացնելուց ասում ենք, թե ուր են նայում իրավասուները, ինչու ճանապարհային համապատասխան նշանները չեն տեղադրում, որպեսզի վարորդները կարողանան կողմնորոշվել սպուսկի, ոլորանի եւ այլնի հարցում, հիմա արդեն նման բան չեն կարող ասել, քանի որ ճանապարհային նշանները առկա են։ Այսինքն, ինչ լինում է, վարորդի զգոնության բացակայության պատճառով է լինում։ Ու հաստատ կզարմանայի, եթե այս անգամ եւս բեռնատարի ղեկին արտասահմանցի նստած չլիներ։ Հիմա տեսեք, թե ինչքան մարդ է հավաքվել, տեսնելու Ռուսաստանի քաղաքացի 59-ամյա Կազբեկ Կուդզաևի արածի հետևանքները։ Վերջինս դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթվեկելու գոտուց, բախվել քարերին, գողաշրջվելով հայտնվել տնամերձ տարածքում։ Նա տեղում մահացել էր, իսկ ուղևորը 37-ամյա Էդուարդ Կուտաևին փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել էր աշտարակի բժշկական կենտրոն։ Ծառելա ջանը տես բան է, ամիջա։ Սավերը բռնելա։ Ժամը քանից տամ, ժամ ֆիքսել։ 10:00 Ինչ արեք չեկա։ Ռուսերեն ախոսում։ Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե ինչ վիճակում է ներկայում վիրավորը, սակայն դիտելով այս կադրը, դուք էլ կհաստատեք, որ նրա ողջ մնալու հանգամանքը պարզապես հրաշք էր։ Եթե ուշադրություն դարձրիք, ապա կնկատեք նաև, որ բեռնատարից բացի տրակտոր էլ կա, ջարդ ու փշուր եղած։ Այո, հենց բեռնատարն է տրակտորը բարձած եղել։ Այսինքն, ստեղ կարող է խոսք գնալ նաև տեխնիկական անվտանգության պահանջների անտեսման մասին։ Չէ՞ որ չափից ավելի մեծ բեռը լրացուցիչ դժվարություններ եւ խոչընդոտներ է ստեղծում ու չի բացառում, որ հենց այդ հանգամանքը կտրուկ ոլորանի ժամանակ ունեցել է վճռորոշ նշանակություն։ Կրկին անգամ կոչ են կանում, հատկապես ուշի եւ քյարքի ոլորաններում ցուցաբերել առավելագույն զգոնություն։ Перевернулись мы. Казик умер. Конечно, Казик умер.
Եվ վերջում անդրադառնանք ամբողջ հանրապետությունը ցնցած եւ 2 օր ողջ հասարակությունը լարվածության մեջ պահած Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթունի մասին։ Պայթուն, որի տակ հասարակության մի ստվար հատված ահաբեկչության հետ կեր տեսնում ու դրա համար թերևս ուներ իր հիմնավորումները, բայց ամեն ինչ սկզբից, երբ դեպքից մի քանի րոպե անց ականատեսը զանգարել եւ հուզված պատմում էր աչքի տեսածը, հրաժարվում է հավատալ։ Ինչ է նշանակում։ Բոգդանը նենց պայթեց, որ տանիքը մի քանի տասնյակ մետր թռավ։ Այս եւ մի շարք այլ հանգամանքներ, որոնք լսում է լսափողից այն կողմ գտնվողի շուրթերից, հիմք էին տալիս մտածելու, որ տեղի ունեցածը կարող է ահաբեկչություն լինել։ Չէ՞ որ գազի պայթուն բացառվում էր այն պարզ պատճառով, որ բոգդաները աշխատում են դիզելային վառելիքով, այսինքն սայլարկայով։ Հասնելով դեպքի վայր ականատես եղա ահա սարսուր այս տեսարանին։ Նկատեցիք երևի, որ կադրերը քողարկված են, քանի որ դրանում տեղ են գտել պայթունի հետևանքով զոհվածների դիերը, ավելի շուտ այն ինչ մնացել էր։ Մինչև հիմա, երբ հիշում եմ տեսածս, դողը ջանովս մեկանցնում է։ Իմ գալուց մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանեցին նաև արտակարգ իրավիճակների նախարարը, հանրապետության ոստիկանապետը, գլխավոր դատախազն ու քննչական կոմիտեի նախագահը։ Մինչև վերջ հրաժարվում էի հավատալ աչքերիս, քանի որ չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ համակարգի առաջին դեմքերը այն էլ նման կազմով ներկա լինեն։ Ու այս հանգամանքը հավաքվածների մի մասի մոտ հանգստություն էր առաջացնում, մյուս մասի մոտ տագնապ։ Եկեք մենք սաղս հետ գնանք, բոլորս հետ գնանք, մենք բան չանենք Այն մեքենայի կողմից, այն դերիսներ, այդ կողմն արձապետ Սակայն մասնավորապես տագնապն ավելի խորացավ, երբ լուր ստացանք, որ հանրապետության նախագահը հանձնարարել է ուժեղացնել բարեկապահական ծառայությունը։ Առաջինը ինչ մտածեցինք, որ երևի կանխարգելիչ միջոցառումներ են անում նման դեպքերի կրկնության բացառման ուղղությամբ։ Հասկացաք, չէ՞, այսինքն տեղի ունեցածը ոչ միայն Հալաբյանի վրա գտնվողների մոտ էր տագնապ առաջացնում, այլև ամբողջ հանրապետությունում։ Ու եթե հաշվենք, որ մի կողմից գտնվում ենք պատերազմական վիճակում, մյուս կողմից թե ինչ էր կատարվում Հալաբյանի վրա, որտեղ լսվում են միայն սկորիների, բաժարնիների ձայներ, մարդիկ այս կողմից այն կողմ էին վազում, հանրապետական հիվանդանոցում վիրահատում էին վիրավորներին, ապա պարզ էր հասարակության մտահոգությունը։ Կարող է երկու բակ ունի, մի բակը հաստատ ոչնչան չկա, դեն այդ Բայց մյուս կողմից անձամբ ես հանգիստ էի։ Նախ որ մի շարք հանգամանքներից ելնելով կարծում էի, որ ահաբեկչության հոտ չի գալիս, եւ երկրորդ, թե ինչպես են օպերատիվ գործում եւ մարմնազնին ուսումնասիրում դեպքի վայրը։ Համոզված էի, որ իրավապահները ամեն ինչ անելու են դեպքը շուտ բացահայտելու համար։ Ի վերջո ամբողջ հասարակությունը լարված սպասում էր։ Եվ հետո մունդիրի հարց կա, այդպես էլ եղավ։ Որոշ ժամանակ անց ոստիկանապետը հայտարարեց, որ ավտոբուսում պայթունը գազով պայմանավորված չէ, որ իրականում ռումբ է տեղադրված եղել։ Իսկ հաջորդ իսկ օրը քննչական կոմիտեն հաստատեց այդ վարկածը։ Պարզվեց, որ մի տղամարդ, որը նախկինում 2 անգամ դատապարտված է եղել, ազգականներին վնաս հասցնելու նպատակով ինքնաշեն պայթուցիկ տրոտիլ է պատրաստել եւ տեղափոխելիս է եղել նշված ավտոբուսով։ Մահացածներից մեկը հենց այդ տղամարդն էր, իսկ այ երկրորդի ինքնությունը պարզեցին հաջորդ օրը։ Իսկ տղամարդը, ով տեղափոխելիս է եղել պայթուցիկը, դենեթե փորձաքննության միջոցով պարզվել է, նա 55-ամյա Ռուբեն Բայլյանն էր։ Գնացեք բոլորդ հետ, անցեք եկով ստեղ։
Չգիտեմ, ինչ գնահատական կարելի է տալ տղամարդու արարքին։ Փաստն այն է, որ անզգույշ, թեպետ մտածված արարքի հետևանքով հանրապետությունը դիվադադար եղավ։ Փառք Աստծո, չարդարացան շատերի մտավախությունները, սակայն կարծում եմ, որ հատկապես այս ժամանակահատվածում ապահովագրությունը երբեք ավելորդ չի լինում։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը գնանք լույսի հետևից, դրանից պայծառը չկա։ Կհանդիպենք մայիսի 8-ին ժամը 22-ին։ Աստծո սերը բոլորիս հետ։